Բարի օր ձեզ, շարունակենք մեր դասերը կապված SEO օպտիմիզացիայի հետ։ Այսօրվա մեր դասի թեման է ինչի համար է անհրաժեշտ ընդհանրապես SEO։ SEO-ին կարող ենք վերագրել նաև այնպիսի աշխատանքներ, այն բոլոր աշխատանքները, որոնք բերում են կայքի բնութագրիչների բարելավմանը։ Որոնք են այդ բնութագրիչները։ Առաջին բնութագրիչը կոչվում է TITS, Թեմատический ինդեքս ցիտирования, այսինքն Yandex-ի մեջ բերման թեմատիկ ինդեքսը։ Երկրորդը, սրանք մենք կբացատրենք, երկրորդը PageRank Google, որը հենց գրվում է PR, այսինքն Google-ի rank-ը, edge-ի, եւ Trust site-ը, այսինքն Trust վստահություն բառից առաջանում կայքի վստահության աստիճանը։ Որպեսզի հասկանանք, թե սրանք ինչ են նշանակում, վերցնենք, ասենք, մեր կայքերից մեկ, օրինակ Online College-ը, եւ ստուգենք նրա բնութագրիչները։ Ահա այսպիսի մի կայք կա, այսպիսի կայքեր շատ կան, ես սա որպես օրինակ եմ բերում, հետաքրքիր կայք է, ունի բազմաթիվ գործիքներ վեբ վարպետների համար, մենք օգտագործենք սա, CPR.com-ը։ Ուրեմն, այստեղ տեղադրում ենք կայքի հասցեն եւ տեսնենք ամեն ինչ կայքի մասին երբ է ստեղծվել, երբ է առաջացել, ինչ արդյունքներ ունի եւ այլն, եւ ահա այստեղ տեսնում եք, որ մեր կայքը ունի, ուրեմն, Yandex TITS 0 եւ Google PageRank 3։ Alexa Rank-ի եւ մնացած բնութագրիչների մասին հետագայում կխոսենք, ներկա պահին, ասենք, Google PageRank-ը 3 է հասել այս կայքի։ Եվ այսպիսի նշան կարող ենք վերցնել, որտեղ դուք տեսնում եք, որ PageRank-ը հասնում է մինչև 10։ 10 PageRank ունի միայն ինքը Google.com-ը։ Մնացածները շատ ավելի ցածր են։ Իսկ TITS-ը կարող է բարձրանալ հավերժ, ինչքան որ ուզում եք։ Ընդ որում TITS ստանալը շատ ավելի դժվար է, քան ասենք PageRank ստանալը։ Արդյոք ունի սա ինչ-որ նշանակություն SEO օպտիմիզացիայի համար։ Մեծ նշանակություն չունի, ես կասեի նույնիսկ զրոական նշանակություն ունի, բայց եթե դուք ուզում եք վաճառել հղումներ ձեր կայքից, ինչպես օրինակ այնպիսի կայքում, որը կոչվում է SAP է, այստեղից վաճառվում են հղումներ, այստեղ ցույց է տալիս արդեն, որ մեր կայքը եթե փորձեր հղումներ վաճառել SAP-ի միջոցով, ապա կարող է ստանալ ամսական 1440 ռուբլի, մոտավորապես հաշվարկն է։ Ահա այսպիսի կայքերի համար էական է ձեր Google Rank-ը եւ Yandex TITS-ը, որովհետեւ ըստ այդմ է կատարվում գնումները, որքան բարձր, այնքան թանկ այդ հղումը, բայց SEO օպտիմիզացիայի վրա ներկա պահին բացարձակապես չի ազդում, միայն թեթև կարող է ազդել, որովհետև ասենք եթե երկու կայքեր ունեն նույն ուժը տվյալ արմատական բառի հետ կապված, ապա այն կայքը, որը ունի ավելի բարձր TITS կամ PageRank, ավելի առաջ է ընկնում որոնման արդյունքներում։ Սրանք կոչվում են ռուսերեն շատ անգամ սրանք անվանում են կայքի սայթի պուզա, այսինքն նրա այսպես ասած բնութագրիչը, եւ էական նշանակություն ներկա պահին մեզ համար որպես երբ որ ուսումնասիրում ենք SEO առաջխաղացումը բարելավումը էական չէ, բայց իմանալ իհարկե պետք է։ Անցնենք առաջ։ Եվս մի բնութագրիչ կա կայքերի համար, որը կոչվում է Поисковая выдача SERP, այսինքն որոման արդյունքներում թե ինչտեղ է գրավում, սրա մասին մենք արդեն խոսել ենք, որ որքան ավելի բարձր է կայքը որոման արդյունքներում, այնքան ավելի շատ է հաճախությունը դեպի ձեր կայքերը։ Ավելի շատ չենք խորանա TITS-ի եւ PageRank-ի բարձրացման մասին ավելի քիչ շատ չենք խոսել, որովհետեւ սրանք մեզ համար ներկա պահին էական չեն։ Ձեզ համար կարևորը հաճախորդներ հավաքելն է եւ ոչ թե կայքի բնութագրիչները բարելավելը։ Որոման համակարգերը չեն հասկանում կայքի տեքստերը։ Բնականաբար մեքենաները չեն հասկանում տեքստերը, բայց որոշակի բնութագրիչներ, որոշակի ձևով նրանք կարողանում են ընտրել, թե որ տեքստը ավելի լավ է համապատասխանում տվյալ արմատական բառին։ Դրա համար ենք մենք ավելի շատ օգտվում նրանից, որ հաճախ ենք օգտագործում որոշակի արմատական բառեր։ Թե ինչ արմատական բառերը մենք խոսել ենք, այժմ եւս կկրկնենք, թե ինչպես է որոնող ռոբոտը գտնում մեր կայքը եւ ինչպես է դիտում մեր կայքը։ Օրինակի համար նախ ասենք, որ ցանկացած որոման համակարգ, այսինքն լինի Yandex-ը, լինի Google-ը, ընտրում են տեքստը ըստ իրենց պարամետրերի, բնութագրիչների։ Որոշակ գոյություն ունի ռոբոտ, Поисковый ռոբոտ, որոման ռոբոտ, որը կարդում է ձեր տեքստը եւ
որոշում է արդյոք ձեր տեքստը իսկապես համապատասխանում է տվյալ արմատական բառին եւ արժի արդյոք ձեր տեքստը գցել առաջին տեղերը։ Օրինակի համար, եթե դուք կրկնեք ուրիշի տեքստը, ապա Yandex-ը ձեզ ընդհանրապես դուրս կգցի որոման արդյունքներից եւ կդնի, այսպես ասում են, բան, այսինքն կարգելի, կփակի ձեր կայքը։ Իսկ Google-ը չի արգելի, բայց կգցի մի այնպիսի տեղ, ասենք մի 100-րդ, 200-րդ տեղում, որ ոչ ոք ձեր կայքը այլևս չի նայի։ Ահա թե ինչով է կարևոր, որպեսզի ձեր տեքստը լինի ունիկալ, առանձնահատուկ, այսինքն չկրկնի ուրիշի տեքստերը։ Որոման ռոբոտները մուտք գործելով ձեր կայք վերցնում են ձեր տեքստը, նկարները եւ սկսում են ուսումնասիրել։ Նրանք անմիջապես կարող են հասկանալ, որ ձեր տեքստը կրկնվող է։ Այդ դեպքում նրանք կսկսեն վատ վերաբերվել ձեր կայքին։ Իսկ եթե չի գտնում կրկնօրինակը, ապա համարում է, որ ձեր տեքստը ունիկալ է եւ արժի այն ավելի բարձր դիրքերի հասցնել։ Բացի դրանից, նա ուսումնասիրում է, թե որ բառն է շատ կրկնվում եւ ըստ այդ բառի որոշում է ձեզ առաջին տեղերը հատկացնել։ Օրինակի համար պարտադիր չի, որ հենց արմատական բառով ձեր կայքը մուտք գործեն։ Ես օրինակի համար ցույց տամ դա մի կայքի օրինակով, նույնպես մեր կայքերից է, որպեսզի իմանամ, թե սրա մասին մենք խոսենք ավելի մանրամասն, թե ինչպես է կատարվում, ուղղակի ես արագ ցույց տամ, թե ինչպես է որոշում որոման ռոբոտը, թե ձեր կայքին որ արմատական բառով ավելի առաջնակարգ տեղեր տա։ Օրինակ եմ, ես բացում եմ ստատիստիկան, եւ ցանկանում եմ իմանալ, ահա այս կայքի մասին մենք խոսենք հաջորդ դասերին, թե ինչպես հետևեք ձեր կայքի հաճախությանը, եւ տեսնում ենք, ասենք, քանի հոգի են այսօր առավոտվանից մտել իմ կայքը, եւ 3, ասենք, 47 հոգի, եւ որոշում եմ, թե որ որոման ֆրազներով այդ այցելուները որոշել են ընտրել իմ կայքը։ Եվ տեսնում ենք այստեղ ահա այսպիսի բոլոր որոման հարցումները կան։ Ես այս արմատական բառերով չի, որ ասենք փորձել եմ առաջ խաղացնել իմ կայքը։ Ուղղակի ինքը ռոբոտը որոշում է, գիտի արդեն իմ տեքստը, գիտի թե նրա մեջ ինչ կա, եւ երբ որ ինչ որ մեկը, ասենք, գրում է հարցումը, տվյալ դեպքում հարմար է իմ կայքը գցել առաջին տեղերից մեկում եւ այցելուն անցնում է իմ կայք։ Այնպես որ երբ որ մենք գրում ենք ինչ որ մի տեքստ մեր տվյալ էջի համար, ապա չենք կարող իմանալ, թե որ հարցումով հատկապես այցելուները կմտնեն մեր կայք։ Եվս մի բան ասեմ այս հարցով եւ վերջացնենք այս թեման, եթե Google-ը ընտրում է ըստ էջերի, այսինքն նրա համար կարևոր է, թե տվյալ էջը արդյոք համապատասխանում է այդ հարցմանը եւ ոչ թե ամբողջ կայքը, այլ միայն էջն է նայում եւ ներկայացնում է մեկ էջը կոնկրետ։ Սա ինչ-որտեղ ավելի հարմար է, քան Yandex-ի ձևը, որովհետև Yandex-ը ընտրում է այսպես. արդյոք ձեր կայքը ավելի շատ է համապատասխանում տվյալ թեմային, ընդհանուր առմամբ։ Եթե ուզում եք Yandex-ով, ապա պետք է շատ էջեր գրեք տվյալ արմատական բառին վերաբերվող թեմաներով։ Եթե ուզում եք Google-ով առաջ ընկնել, ապա տվյալ էջը պետք է հատուկ օպտիմիզացնեք տվյալ արմատական բառի համար։ Օրինակի համար ցույց տանք, թե որ որոնման սիստեմներից է մեզ մոտ ավելի շատ գալիս եւ տեսնում եք, որ Yandex-ից ավելի շատ են գալիս, որովհետեւ ասենք իմ կայքում ես անդադ կրկնում եմ մաթեմատիկայի թեման, դրա համար Yandex ավելի շատ է մտնում, բացի դրանից, քանի որ կայքը ռուսերեն է, իսկ ռուսները ավելի շատ օգտագործում են հենց Yandex-ը։ Այսքանը այն թեմայի մասին, թե ինչի համար է ընդհանրապես անհրաժեշտ SEO-ն, կարծում եմ, որ բարձր հասկանալի դարձավ։ Ստեսյուն, կհանդիպենք հաջորդ դասին։